տանը նստած էր, մեկ էլ դդախք նենց ձայն լսեցի, ինձ թվաց, թե լիֆտը ընկավ, ճիշտն ասած։ Դուրս եկա մուտքի մոտ, տեսնեմ վերելակը նորմալ է ինչ-որ բան։ Այն կողմից է նայեցի նորմալ էր երևում, բայց ընկերներ ջան, այս պատը տեսնում եք, քանդվե ընկել է։ Լավ է այս տղան, security-ն մեկ լինում է, էլի գալիս է ստեղ նստում։ Լավ է նստած չի եղել գլխին, ասում աստիճաններով ստեղից գալիս էր, որ սենց գնար, ու այդ ընթացքում է էլի ընկել։ Ես որ ընկներ գլխին, ինչ կլիներ, եւ խեղճ տղայից ոչինչ չէր մնա։ Իրիկունները մենք էլ այստեղ գալիս ենք, նստում ենք Ալեքսը որ խաղում է, երբ Ալեքսն է այստեղ խաղում է։ Հարկել եմ այս տակը խաղալը։ Ասում եք նոր շենք, սիրուն սարքած։ Լավ չի կպել, էլի լավ չեն կպցրել։ Ինչևէ ընկերներ ջան, այսքան է։ Գնում եմ խանութ։ Քանի որ ամբողջ օրը մեր կողքը շուրջ բոլորը մեծ շինարարություն է, ես մտածում եմ գուցե այս մյուս գմփու-դմփն են անում։ Տեսեք ինչ մեծ մեքենա, չգիտեմ երևում է, թե չէ, գրուզավիկներ են, որ ներսում եւ 10 հատ գրուզավիկ մտնում դուրս է գալիս, այդ հողը որ փորում են, այդ հողը փորում են լցնում են մեջը, պատկերացրեք ինչ ուզում եմ պատկերացնեք փոշու քանակը։ Իրանք դեղ են անում, դիմացի ես բանը, շինարարությունը, մի խոսքով սենց ոնց որ փոշու մեջ ապրենք ու միշտ քամիկ է ստեղ, նենց չի որ քամի չկա, միշտ մեղմիկ հիմա էլ արևա, բայց մեղմիկ սիրուն քամի է, որ կարելի է վայելել եղանակը, բայց դե Այնքան ուրախ եմ, որ այսօր հեռու տեղ չգնացի, ուրբաթ չի, 5 շաբթի օր է, բայց շատ ուժեղ է տրաֆիկը, ես ոչինչ, տղաչման անեմ դա։ Ոնց որ թե լավն են այս բանանները, տեսնենք, good? Քաղաքային ավտոբուսը։ Գունամ որ սարդրած։ Այսնեկը չէ, սարդրած չէր։ Ոնց որ թե ձուն կոտրայցի մինչև բերեցի, տեսնում հլը։ Է որ ասում են անջատված հեռախոսից նայելով հարվածեցի դրանը, չէ, չի կոտրվել, ինչ լավ է։ Լավ է մնացել, լավ։ Դու վերցրի ընկերներ, ճիշտ աղնեի, բայց որ այս երկու օրը չգնամ խանութ, այս նորություն էր այս սուրճը, այս ֆիրմայից փորձել եմ, բայց ուրիշ, սենցը չէ, տեսնենք, հենց հիմա էլ կպատրաստեմ ու կխմեմ, Ալեքսի համար վերցրել եմ օրեո, կապուտ նաչինկայով, կուրախանա, սենց վաֆլիով շոկոլադ և 3 հատիկ չուպա չուպս, 1, 2, 3 հուրը, այս մյուս կոնֆետն էլ ինձ մանրի փոխարեն են տվել, ընդհանուր առևտուրս հեսա կբերեն, այս սուտի մուտի բաներն էր, որ հետս բերել էի, մանր մուներ, որ չպորի էլի, հեսա մյուսներն էլ կբերեն, ձերքերս լվանամ վերադառնամ։ Hello. Everything's okay? Yeah.
Thank you. Bye. Ոյ, առևտուրը ժամանեց, վերջացել էր, այս ինչ են անում սրանով, սանհանգույց լվանալու մեր այս նյութը, ես ոչ մի անգամ չեմ փորձել նաև նարինջի այսպիսի հոտով, կտեսնենք, նորություն էր, որոշեցի փորձեմ, ջերմուկ վերցրի, բայց մոռացա վերցնեմ կոկոսի հյութը, ինչևէ, բնականաբար լվացքի փոշի, այստեղ վերցրել եմ պապայա, լավն է, այսօրվա պապայա, բայց եկեք ստեղ գնեմ, որովհետև ոնց որ թե այնքան լավն է, այնքան հասած է, որ նույնիսկ այդ քաղցրը անցել է տոպրակին, մանգո, ոնց եմ ուրախանում ամեն անգամ խանութում մանգո հանդիպելիս, այս տխտխկոցները, որ լսում եք, արկել են արդեն վերաներով են այդ պատը, լավն է, չէ, գիտեք ինչ արժե կիլոն արժի 189 ռուպի, այստեղ 2 կիլո 250 գրամա, համ Ալեքսի հետ դպրոց եմ ուղարկում առավոտյան նախաճաշին, մի խոսքով, հաճույքով ուտում են, ոնց կարելի է մանգոն հաճույքով չուտել, չէ, չգիտեմ, կան մարդիկ, որ մանգո չեն սիրում, ինձ թվում է չի լինի, մանգոն էլ ասիական երկրների երևի թե ծիրանն է, մեր համար ոնց որ ծիրանն է անուշահամ, այնպես էլ իրանց մոտ երևի թե մանգոն է, այստեղ վերցրել եմ մի քանի հատ մանդարինա, նարինջա, չգիտեմ ինչա, սրանից, ինձ համար մանդարինա, ինչա գրած վրեն, օրենջ, մալթայի, նարինջ, մի հատ սենց լուդրի ջեմով պեչենի, բանան չունեինք, բանանի կիլո տեսնենք թանկացել է, թե չէ, չէ, 45 ռուպիա կիլոն, ոնց կար տենց մնացել է, լավ, ես պետք է լվանամ ես ամբողջը, լվանում եմ ես այստեղ, մինչև օգտագործնենք, ես վերևի հատվածը մի քիչ որ սրվանում եմ, ոչինչ, բայց ներսը շատ լավ մնում է, թեկուզ և որ լվանում եմ, ու փորձելու ենք կորեական նուդլ եմ մերցրել, այս ուղղակի զուտ փորձելու համար, բավականին հայտնի է, մտածեցի փորձենք, ուրեմն սև լոբով ինչ-որ բանա, սոուսով է, կտեսնենք, այսքանը արժեր, այսքանը ամբողջությամբ արժեր 1619 ռուպի, ընկերներ ջան, հիմա արագ լվանում եմ, ես ամենատեղավոր եմ, որ շուտով Ալեքսս կգա, այս սրանք պահում եմ, մի անգամից ինքը չի տեսնում, իր պայուսակի մեջ օրը մի փոքր մի բան դնում եմ այս վերջերս իրան խրախուսելու համար, հոգնելա դպրոցից երեխեն շատ նորմալ է, որ հոգնելա դպրոցից, հիշում եք, ինքը այս տարի արձակուրդ չի գնացել, Բելգիայից մի ամիս շուտ եկանք այստեղ, Բելգիայում ոնց որ մի ամիս հետո արձակուրդներ էին սկսելու, ու ինքը եկավ, որ այստեղ արձակուրդներ չունեն ժողովուրդ տենց շատ, ոնց որ Բելգիայում ոնց է 2 շաբաթ է, 3 շաբաթ է, սովորում են երեխեքը, 2 շաբաթ արձակուրդ են, անընդհատ 15 օրը մեկ երեխեքը արձակուրդ ունեն, ստեղ չունեն տենց արձակուրդներ, հատուկ այդ մի քանի օր եղել է կարող մի 5 օր, հա, ինչ-որ արձակուրդ լինի, նոր տարվա արձակուրդներ մի շաբաթ էր, թե մի շաբաթ 10 օր, հա, ինչ-որ այդպես էր շատ չէր, ու եղել է 1-2 տոն ամբողջ տարին, այնպես որ հասկանալի է, որ փոքրիկը հոգնել է, հիմա շատ արագ ես սրանք լվանամ տեղավորեմ ու կշարունակենք մեր վլոգը։ Էլով է հիշում, երբ որ Ալեքսը դպրոց պետք է գնար, չէր ուզում, որ
դպրոց ուզում էր գնալ, շատ էր ուզում կհիշեք, բայց չէր ուզում, որ մաման հեռանար դպրոցից, ուզում էր, որ մաման այնտեղ սպասի, մինչև ինքը կվերջացնի իր դասերը։ Ու եթե հիշում եք, ես պատի տակ ինչքան ժամանակ անցկացրի դպրոցի, նստում էի գետնին, սպասում էի մինչև Ալեքսը այնտեղ կխաղար, գալիս էր ստուգում էր, մեծ դժվարություն անցա ես այդ շրջանը ու ես ինքը ուներ անակնկալ, եթե հիշում եք, ամեն օր դպրոցից հետո ուներ մեկ կոնֆետ, մեկ ինչ-որ նորություն, ծամոն կլիներ, պեչենի կլիներ, ինչ կլիներ, հիմա նորից նույն բանին եմ անցել, արդեն քանի օրա, 2-3 օրա, այդպես արթնանում է, կամ պայուսակի լանչբոքսի մեջ մի փոքր կոնֆետ եմ դնում այդպես, ասում եմ բանում ես, անակնկալ ունես դպրոցում, և այդպես, որ գալիս է տուն, ճանապարհին էլ այդպես, պարգևատրում եմ իրան կամ կոնֆետով, դե սովորաբար քանի որ կոնֆետներ չեմ առնում իր համար, շատ երջանիկ է լինում, եթե դպրոցում ինչ-որ մեկի ծնունդն է լինում, իրան ինչ-որ շոկոլադ են հյուրասիրում, դե ասում են լավ չի, ես էլ չեմ, դժվար չի, էլի այնքան էլ նամանավան տենց ժելե-մելե կոնֆետներ, չնայած էլի գնում եմ, շատերը ասում են Լանա ջան, շատ ես կոնֆետ առնում, շատ ես էս առնում են առնում, բայց գիտեք, ես էլ ցույց տամ, չեք հավատա, ես պահում եմ, ես պահելու սովորություն ունեմ, սենց գնում եմ, պահում եմ, հետո հատիկ, որ հիշում եմ կավաշապատվա մեջ մի հատիկ տամ, դենց չի ուտում էլի իրականում, ասում եմ թող միրգ ու բանջա, ես իր հետ խանթում գնում եմ, ասենք ուզում է երեխայա, չեմ ուզում նեղացնեմ, գնում եմ, բայց գալիս ենք տուն, մի հատ ուտում է դրանից ու վերջ, անհետանում է դա, ընկնում է դարակներով ամեն տեղով մանա գալիս, չնայած հաճախակի նենց տղեր եմ պահում, չեք պատկերացնի, հուսամ ես վլոգս չի ոչ տեսնի, ինքը միշտ վլոգները հետաքրքրությամբ հաճույքով դիտում է, ես իր համար մեկնաբանություններ կարդում եմ, շատ է ոգևորվում, շատ է ուրախանում ու դրա համար կվախենամ հիմա օրինակ բայց մի կասի մամա պահել ես, որտեղ ես պահել, ինչ անեմ, ասեմ, չասեմ, в чемоданах, да, мысль, на русском скажу, я все его конфеты храню в чемоданах, ребята, очень прекрасное место, знаете, если вам тоже надо будет что-то скрыть от глаза, от чужого глаза, то можно его и там, в чемоданах. Вот так, ребята, գտա ոնց կարելի է այսպես ուրեմն տարբերակ գտա։ Ինչև ընկերներ ջան, արագ լվանամ ու վերադառնամ։ Ու ասածիս ապացույց ընկերներ ջան, այ հեսա, այս մեկ օրինակ sense վերևում ստեղ է դրած։ Ոչ փոյն է հասնում, ոչ էլ որ անցնելուց է լինում այստեղից, հիշում է երբեմն գլուխը վերև է բարձրանում, այդ ժամանակ մի հատ կարող է տամ իսկ հակառակ դեպքում մի հատ էլ էի վերցրել, կհիշեք, սրա մի քիչ գույնավորը, այդ գունա փոքր սենց ուրիշ գույներովներ, այդ մեկը вообще խորը պահել եմ, չի էլ հիշում, ես էլ չեմ հիշում, նույնիսկ չեմ հիշում որտեղ եմ պահել այդ մեկը, այդ մեկը ուրիշ տեղ եմ պահել, պետքա փնտրեմ գտնեմ։ Բայց մի անգամից տեղում եկան, ասեք շատ արագ եկան, բերել են քարոն, ամեն ինչ բերել են ու վերանորոգում են։ Հա։ You see that green tree thing? It fell down right next to him. Հա, տեսա։ Բայց դու հիմա տենց քայլելով պետքա տնային աշխատանք անես, չենք հասցնի, գնանք տանը անենք տնային աշխատանքներ։ Օրկա գալիս է շատ տրամադրված, որ հեսա ինքը շատ արագ պետքա տնային աշխատանքներ անի, սովորի, օրերներ կան, դժվարությամբ է մոտենում ծանրաձողին։ Այսօր ծնունդ էր, ես ինչը լավ դասարան ունեք, ամեն օր ծնունդ ունեք, էդ ինչ լավ է։ Ավտոբուսի մեջ էր ծնունդը։ Dairy milk. Dairy չէ, բալես, dairy. No, it's on dairy milk.
Chapter what? Jessica. Man. Money. Քո սիրած chapter-ն է, Ալեքս ոնց էր սպասում այդ chapter-ին, փողի բաժինն է։ Կյանք ստեղ նստենք, ստեղ աշխատենք։ Հա։ Բայ։ Արի գնանք տուն տանը սովորենք, հա։ So what is 50 plus 1? Դե դու պիտի անես, լարա։ Ինձ գործով ընկերն ա դարձնում, ասում ա փայտե այն մյուս ծայրից բար։ Երեք չկարեցավ էս տանի, ծանր էր շատ։ Տուն ա տանելու, բայց շատ ծանր էր այս գերանը, չկարողացավ տանի տուն։ Հիմի ասում ա արի այն մյուս ծայրից դու բռնես դարձել, ես բռնեմ գնանք։ Can you hold me? Մարդը շատ հաղել ընդեղ։ Ասում ա աշխարհին վերևից եմ նայելու։ Չգիտեմ ով ա։ Երևի ընկոմի բանվորներից ա։ Ես զայմել ես բանվորների կողքն ա կանգնելու Ալեքսս։ Տնա շենքը ոնց են սարքում։ Ջեսը կգա արդեն, հեսա մինչև տեղ։ Լավ ա, ճաշ չունեմ պատրաստելու, պատրաստ է ճաշս։ Ինչ փոշու ա դուրս գալիս։ Երևում ա փոշուց ա պարսած է վերև երևի։ Կարող ա թռեչք գործի այդեղից։ Սվարկա է անում։ Բանա ցանցեր ա քաշելու երևի։ Էլեկտրականության կաբելն է։ Կարող է այդն ուզում կարգավորեն, թե ուզում են ստուգեն տնան, ես մյուս քարը ոնց ա կտած, չընգնի հանկարծ տայել։ Ունեն Ալեքսս իրա քարերով։ Այ եղբայր կընգնես այդտեղից։ Արի Ալեքս ջան, արի բալիկ ջան։ Ոյ։ Երեակովիչն էլ են ներքել։ Էդ էլ ա շարժվում, հաստորեն։ Չընգնեք։ Սիրտս դմդմփում ա վախից։ Ուֆ։ Քիչ ամնում ես էլ գնամ աստիճանը։ Նացիչն է, բարով խերով։ Ջեսն էլ եկավ։ Երկար ժամանակա ջեսը վլոգներումս չի երևացել, չէ, պատվեր է արել, ինչ է պատվեր, what is this? Բակվիդ, բան, գրեչկա է պատվիրել, ասմա քո նվերն է, thank you, կանաչ գրեչկա, չբոված, տեսնենք որն է, են մյուս ֆիրմաները այդքան շատ չէ, հա տես ասմա, իդեպ ասեմ ես չէի ուզել այս անգամ ոչինչ,
I didn't know even you remember. You are very Չէի մտածում նույնիսկ որ հիշում է, ասում է տեսա պատվիրեցի, հանա։ Խանութներում չկա, հետաքրքիր է, չէ, գրեչկան ոնց որ տարածվել է հնդիկներից, իրենք են կերել այստեղ հավաքել հնդիկերել։ Okay, մեղմ, գնում հանգստանանք, հա։ Բայց խանութներում չեն վաճառում, ըստ երևույթին հիմնիկ վադրությամբ իրանք այդպես չեն ուտում, բայց նայց սա ուտում են օրինակ յոգայի այդ sattvic food-ը էլի էս ավելի շատ, ինչ-որ կոնկրետ հավատացյալներ, յոգայի մասնագետներ, յոգայով ովքեր զբաղվում են, իրենց առողջությամբ հատկապես ովքեր որ հետաքրքրվում են, իրենք են ուտում, բայց սովորական խանութներում չես գտնի։ Ամեն դեպքում մեր տարածքում, գուցե կարող է ուրիշ տարածքներում, ուրիշ նահանգներում լինի խանութներում, բայց մեր նահանգում չկա։ Մադամը եկել է հայտարարություն անելու սիրելի ընկերներ ջան, քանի որ վերջին ժամանակներս բավականին ակտիվություն եմ ցույց տալիս Instagram-ում, երբ ես սովորաբար շատ բան կարող չանեմ, ընթացք կարող Instagram-ում ինչ-որ մի բան post անեմ չանեմ, բայց հիմա ամեն օր post-եր ունեմ անելու եւ իմ գեղեցիկ մտքերով կիսվում եմ, բայց առաջին մարտը չի, մի քանի հոգի արդեն ինձ անձնական նամակ են գրել իմ մտքերից ելնելով, որ Լիանա ջան, ձեզ մոտ ընտանիքում ամեն ինչ նորմալ է, արդյոք դուք բաժանվել եք կամ բաժանվում եք, նման հարցեր են ինձ գրել եւ դրանից ելնելով ես հասկացա, որ գուցե Instagram-ում ինչ-որ բայց ոնց որ նայում եմ նորմալ բաներ եմ գրում, բաժանության հետ կապված ոչ մի բան չեմ գրել, բայց եկել եմ այսպես բոլորիդ հանգստացնելու, որ ոչ մադամը չի բաժանվում, մադամի սրտում միայնություն չկա, մելանխոլիկություն չկա, չէ, չենք բաժանվում ընկերներ, չգիտեմ լավ նորություն է ոմանց համար թե վատ նորություն է, բայց մեր սերը ամուր է, կայուն է, նման բան չկա, հանգիստ եղեք, պարզապես փիլիսոփայական մտքեր են, փիլիսոփաների շատ հայտնի մարդկանց մտքեր են, որ երբեմն գրում եմ, տարբեր իրադարձություններով եմ կիսվում, օգտակար խորհուրդներով եմ կիսվում, մի խոսքով էլ այդպես որոշել եմ, որ ակտիվ եմ լինելու Instagram-ով, զարգացնել եմ Instagram-ից էջը, դա է պատճառը, արդեն իմացաք, որ ոչ մադամը չի բաժանվում։ Ոչ միայն մադամը չի բաժանվում, այլև մադամից էլ չեն բաժանվում, չէ, ժողովուրդ, ամուսինս ոնց որ եմ որ ասում է, ընկել եմ, պետք է քաշեմ։ Այստեղ ես պատրաստում եմ սոուս, կարելի է ասել մեր հիմնական ընթրիքի համար կոկոսի յուղի մեջ տապակել եմ սող, քարի տերևներ, սխտոր, առայժմ այդքանն է, պիցայի համար նախատեսված սոուսից եմ ավելացրել, տոմատի մածուկ եմ ավելացրել, լինելու է բրնձով փլավի հետ, բրնձով փլավը արդեն պատրաստ է։ Հիմա կավելացնեմ այստեղ նաև համեմ մատս վառեցի, սև պղպեղ, կարմիր պղպեղ, կանաչեղենին եմ ավելացնելու և ես մեր բանը պապայան ու հետո այս ամբողջ զանգվածը ավելացնելու եմ բրնձով փլավի զանգվածին։ Շատ լավ նորություն ունեմ, մի քիչ առաջ հարևանից տեսա Ջեսի կոլեգային, ուրեմն ասեց շուտով մի 20 օրից ասեց ինքը իր ընտանիքին տեղափոխում է այստեղ, իսկ ինքը ունի 3 երեխա, մեկը փոքր է, մի տարեկան կլինի շուտով, երկրորդ տղան 6 տարեկան է, ընկերներ, այսինքն Ալեքսի տարիքին է, եւ աղջիկ ունի, աղջիկը մի փոքր մեծ է, ոնց որ թե մեծ ասելով 13-14 տարեկան, եթե 5-րդ դասարան։ Մի խոսքով Ալեքսին ընկեր է գալիս շուտով, 20 օրը շատ արագ կանցնի, շատ եմ ուրախացել այդ նորությամբ, պատկերացնում եմ արդեն, որ իրանք այստեղ ինչքան են վազ վզելու։ Ես հիմա հարկավոր է, որ ես սա մաքրեմ, կարգավորեմ, ասում եմ մի քիչ շուտ բերեի, եկել է ձեր ընտանիքին, ասում եմ ինչքան լավ կլիներ, բայց դե, այդպես։ Ինձ թվում է դուք էլ հիմա Ալեքսի համար ուրախանաք, որովհետև երեխային մանկություն է հարկավոր ընկերներ, Բելգիայում էլ չկան ընկերներ, ինձ չի, որ Բելգիայում լիքը ընկերներ ուներ դրսում խաղում էր, այդ հաճույքը ունեն մենակ Հայաստանում ապրող երեխաները։
Bravo, գերներ ջան, միած ամեն ինչ պատրաստ է, մնում է ես այս ինչ էր անում, պանրվեի ուզում ասել, պապայան կտրատեմ ավելած։ Իդեպ, եթե պապայան խակ լինի, էլ ավելի լավ, ես շատ հասած ու շատ քաղցր անուշ պապայա է, բայց դա չի խանգարում։ Հիմա կափարիչով կծածկեմ, որպեսզի փափկի։ Ինչպես նաև կարելի է պատրաստել մանգոյով խակ։ Օրինակ, գնել եք մանգո, կտրել եք ու տեսնում եք, որ այն խակ է։ Ուտելու համար այդքան է հաճելի չի լինի։ Կարող եք միանգամից նմանատիպ սոուս պատրաստել և մատուցել բրնձով փլավի հետ։ Ես փակում եմ ու թողնում եմ մի քիչ որ էփի։ Շատ քիչ ջուր կավելացնեմ նաև, հապաս, այս բանը բավական է, որպեսզի մի փոքր ջրալի լինի, այդպես ավելի համեղ կստացվի։ Նորից փակում եմ կափարիչով ու թողնում եմ, որ արդեն պատրաստ է, հիմա ես սրա վրա կավելացնեմ արդեն էփած բրինձը, կխառնեմ ու վերջը կմատուցեմ։ Արդեն պատրաստ է, շատ համեղ է, Ալեքսը օրինակ այս տարբերակով շատ է սիրում, հատկապես որ պապայայի քաղցրությունը չնայած որ մեջը տոմատ եմ ավելացնում, ինքը այդքան քաղցր չի լինում, ինքը հենց ճաշի է, էլի աղի է լինում ավելի ճիշտ, ոչ թե աղի, այլ սովորական ճաշի տարբերակ է, բայց կարող եք սա պատրաստել նաև դդմիկով, դդմիկի ժամանակ ուղղակի հեղուկ ջուրը մի քիչ ավելի քիչ, դե կնայեք այնտեղ ինչքան է, որ շատ ջրալի էլ չլինի, կամ կարելի է դդումով պատրաստել ուղղակի պապայայի փոխարեն նորմալ սովորական դդումն եք կտրատում ավելացնում, ջուր եք ավելացնում, կարելի է քաղցր տարբերակով պատրաստել, ոնց որ մենք ղափաման ենք չէ պատրաստում։ Քաղցր տարբերակն եք սիրում, օրինակ ղափաման շատ եք սիրում, բայց ղափաման երկար ժամանակ է պահանջում պատրաստելու համար, ապա կարմիր պղպեղ, սև պղպեղի փոխարեն ավելացնում ենք դարչինը, այն նույն համեմունքները, ինչ որ կավելացնենք ղափամայի ժամանակ, դարչին, մեխակ, մեղրն ենք ավելացնում անպայման, դդումն ենք կտրատած ավելացնում էլի այսպես, նույն համեմունքները մի խոսքով ինչ որ ղափամայի ժամանակ պատրաստում եք ու եփած բրինձը լցնում եք, խառնում եք, չամիչ եք ավելացնում, մի խոսքով նայած ով ոնց սիրում է, ինչ տարբերակով, եթե քաղցր եք ուզում, մենք Ալեքսը հիմնականում, հա, երկու տարբերակ, Ալեքսն է Ջեսն էլ, համչափնչով տարբերակն է սիրում, քաղցր դդումով էլ է սիրում, այսպես էլ է սիրում, դե քանի որ պապայայի երկրում ենք ապրում, պապայայով եմ պատրաստում, այստեղ եմ սովորել ավելի ճիշտ այս տարբերակը, բայց դե տարբեր մրգերով, բանջարեղեններով կարելի է համադրել ըստ սեզոնի, թե ու նայած թե ինչ միրգ ու բանջարեղեն ունենք։ Ինձ թվում է, ես չեմ փորձել, բայց սա շատ համեղ կլինի նաև քաղցր տարբերակով, օրինակ ծիրանի սեզոնին, ինչպես նաև դեղցի սեզոնին։